20-րդ դարի սկզբին շոտլանդացի մի ֆերմեր տուն էր վերադառնում: Անցնելով ճահճի կողքով նա հանկարծ օգնության ճիչ լսեց: Վազեց և տեսավ մի տղայի, որը փորձում էր ճահճից դուրս գալ: Նա արագ կտրեց հաստ ճյուղը, զգուշորեն մոտեցավ երեխային և հանեց նրան ջրից: Երբ տղան դուրս եկավ, երկար ժամանակ չէր կարողանում վախից հանգստանալ: Ֆերմերը առաջարկեց տղային գնալ իր հետ տուն և հանգստանալ, սակայն երեխան մերժեց ասելով, որ նրա հայրը երևի հիմա իրեն է փնտրում և հաստատ անհանգստանում է: Շնորհակալություն հայտնելով իր փրկչին, տղան հեռացավ: Առավոտյան ֆերմերը տեսավ իր տան մոտ է մոտենում մի կառք: Կառքից դուրս եկավ լավ հագնված ջենթլմեն: -Այդ դու՞ք եք երեկ փրկել իմ որդու կյանքը: -Այո, ես,- պատասխանեց ֆերմերը: -Որքան գումար եք ուզում: -Մի նեղացրեք ինձ, պարոն, ես այդպես եմ վարվել, ինչպես պետք է վարվեր նորմալ մարդը: -Ոչ, ես չեմ կարող դա հենց այնպես թողնել, քանի որ որդիս շատ թանկ է ինձ համար: -Ասեք ցանկացած գումար, ես պատրաստ եմ վճարել: -Ես այլևս չեմ ուզում այդ թեմայով խոսել, պարոն, ցտեսություն: Ֆերմերը շրջվեց, որ հեռանա և այդ պահին դուրս եկավ իր որդին: -Դա ձեր որդի՞ն է,- հարցրեց հյուրը: -Այո,- հպարտությամբ պատասխանեց նա, շոյելով տղայի գլուխը: -Եկեք այսպես անենք: